Ուզում եմ խոսել մի բանի մասին, որը հնարավոր է կփոխի ձեր կյանքը։ Երբ խոսքը գնում է բիոհավելումների մասին, շատ մարդիկ ասում են փող չունենք, ճակերտավոր։ Բայց նրանք փող ունեն ծխախոտի համար, զվարճանքների համար, խմորեղենի համար, երրորդ գլուսկա գնելու համար, եթե զեղչով է, նրանք դրա համար էլ գումար կգտնեն։ Դե դա այդպես է, ինչ որ բանով պետքա չէ ուրախացնել իրենց։ Ճիշտ է։ Իսկ երբ խոսքը գնում է հոդերի, իմունիտետի, սրտի, լյարդի աջակցման համար, նրանք ասում են թանկ է։ Ոչ, դա թանկ չէ։ Թանկ է, երբ դրվում է հիվանդության դիագնոզ։ Թանկ են դեղահաբերը, թանկ է բժշկի մոտ հերթագրվելը, թանկ է ժամանակը, նյարդերը, ձեր կյանքը։ Ցավոք մեր օրգանիզմը չի կարող սպասել։ Աննա չգիտի տարեկետում վերցնել։ Ինչ-որ պահի այն կարող է կոտրվել։ Եվ դրան ասում ենք տարիք։ Դա տարիքը չէ, դա դեֆիցիտն է։ Առանց վիտամիններով, միներալներով, ամինաթթուներով անցկացրած տարիները։ Դա նախաճաշն է բուտերբրոդով եւ կոկա-կոլայով։ Մի խաբեք ինքներդ ձեզ։ Իմունիտետը մշտական չի, եւ եթե այսօր դուք չկերակրեք նրան, օրգանիզմը ուղղակի կհանձնվի դանդաղ եւ առանց պայքարի։ Սա առաջնահերթության հարց է։ Դուք աղքատ չեք։ Դուք ուղղակի չեք հասկացել առողջության արժեքը։ Այ երբ կհասկանաք առողջության արժեքը, միջոցներ կգտնվեն։ Բիոհավելումը դա փողի մասին չէ։ Այն մտածելակերպ է եւ սովորույթ։ Սովորենք չէ վճարել հիվանդության համար։ Իսկ ինչու չվճարել առողջության համար։ Լավ բիոհավելում օգտագործելը դա շքեղություն չէ։ Դա այլընտրանքն է հիվանդանոցի մահճակալի։ Հավատացեք։